Ողջույն գյուղասերներ, այսօր օրը շաբաթ է, ոչ աշխատանքային, եւ գիտեք, որ գյուղում ապրող մարդկանց համար ոչ աշխատանքային օրեր չկա։ Եվ դա մի լավ հնարավորություն է հողամաս մտնելու ու գործ անելու։ Այսօր տեսնում եք ինչ գործի ենք, ուրեմն մալինաները տեսնում ենք արդեն թփակալել է ու պետքա ժամանակին հետեինք, մաքրեինք, բայց համ եղանակը մի կողմից, աշխատանքը մի կողմից չենք հասցրել։ Հիմա այսօր այդ գործով ենք զբաղվելու։ Երկար ճյուղերը անցկացնենք մյուս կողմը, որովհետև այստեղ նկատում եք իմ մալինաները լարերի վրա է ամրացված, ինչի եմ սա այսպես անում, որպեսզի ճյուղերը ուղիղ կանգնեն ու հարմար լինի հավաքելու համար։ Նաև տեսնում եք ժողովուրդ ջան, այստեղ քամին տոպրակներ ա բերել, ընթացքում նաև մաքրում եմ այս արանքները, սիրուն միջշարային տարածությունը հեսա էտելուց հետո փորելու եմ, ավերը այս ընթացքում նաև բներն եմ բացել, սիրուն փորելու ենք, բները ծածկենք, նաև այս արանքներում տեսնում ենք մանր դուրս եկած շիվեր կան, դրանք էլ պետք է արանքներից հանենք, որպեսզի չտարածվեն։ Գիտեք, մալինան ինքը շուտ տարածվող բույս է ու այս արանքների աճածները մեզ պետք չեն։ Հիմա ինչ եմ անում, թեև իրենք լավ կանաչել են, բայց այս արանքների թույլերը, բարակները պետքա կտրենք, հանենք, թեթևացնենք, որպեսզի բույսերը օգտվեն արևից, եթե խիտ ա լինում, արևը չի հասնում բոլոր բույսերին եւ լավ չեն աճում, պտուղները լավ չեն հասնում։ Այս արանքը մի քիչ փոքր աշխատացնելը դժվար է, դրա համար ես այլ ձեռքով եմ անում։ Ինձ մոտ ձեռնոցով աշխատելը չի ստացվում, բայց գիտեք, մալինան փշեր ունի ու առանց ձեռնոցի չենք կարող աշխատել։ Այո, այս արանքներում մոլախոտեր են հիմնականում եղինջ աճել, դրանց հարմատներն էլ պետքա լավ հանենք, որպեսզի չտարածվեն։ Հողամասում գրեթե մաքրելու գործ չի մնացել, այս մալինաների արանքների գործերն են։ Սա էլ վերջացնենք, մաքրման աշխատանքները սերմելուն զուգընթաց արդեն կարելի ասել ավարտին կհասցնենք։ Ճիշտ է, միտեղ տեսել էի, որ այս մալինաները պետքա լավ նոսրացնել, բայց որ արդեն ինքը կանաչել է, ես մի փոքր դժվարանում եմ կանաչ ճյուղերը կտրել, ձեռս չի գնում, բայց ամեն դեպքում կփորձենք հեսա սիրուն այս լարերն է կձգենք, անցած տարվա ծանրությունից բույսերը որ ծանրացել են, ճկվել է, սիրուն կամրացնենք ու ավելի հարմար կլինի արանքներում շարժվելու ու բերքը հավաքելուց արդեն մեզ չի խանգարի։ Նաև կբերենք մի քիչ էլ գոմաղբ կտանք։
Այ եղինջները հարմատները փորելով ավելի հարմար կլինի։ Այս շարքը կարելի ասել ավարտեցի, բայց այլն երևում 1, 2, 3, 4, 5, 6 շարք դեռ ունեմ։ Որ մասը հնարավոր է փոցխով անել, փոցխով ենք անում, որն էլ չի ստացվում։ Տեսեք, այս արանքները պետք է ձեռքով անել։ Քամին, տերևներ, ցելոֆանի կտորներ բան բերել լցրել, ասա պիտի մաքրվի, որ սիրուն լինի։ Այս հատվածում ժողովուրդ ջան լավ մի քանի տարվա նեղած գոմաղ կա։ Սա լավ կլինի, որ տանենք ու մալինաների տակ։ Երկու 3 տարի մեկ էսպես գոմաղ եմ լցնում տակները, որպես պարարտանյութ։ Գյուղասերներ ջան, հիմա ինչ ենք անում, այս գոմաղով ծածկում ենք բները, համ կլինի հավերի հերոսությունները ծածկել, համ էլ պարարտանյութ ենք տալիս։ Ամեն մեկին սենց մի լավ բուռ գցում ենք, էլի։ Հողը ժամանակի ընթացքում որակից ընկնում է, սննդանյութերը բույսը վերցնում է, եւ ինչպես ասում են, ինչ հողից վերցնում ենք, այնա պետքա տանք հողին։ Անգամ էլ բերենք։ Մի վեդրոն համարյա կես առու, այսինքն 2 վեդրոն մի առուն ծածկում է։ Այս թեթև լցնում ենք ժողովուրդ ջան։ Ճիշտ է, մեր հողամասի հողը լավ գոմաղ կա, բայց այս արանքները ինքը թփերի արանքն է, որ 2-3 տարի է չենք պարարտացնում։
Տեսնեք ոնց է տարբերում մեր հողից։ Ինքը լավ փտած գոմաղբա համարյա հող։ Այս ազնվամորին ինչքան էլ ինքը վայրակ հատկություն ունի, բայց է հողի նկատմամբ պահանջկոտ է։ Այսքան մալինի ճյուղեր են կտրել չորացած, հիմա քանի այստեղ ենք վառենք։ Չէ մնաց քամին այսո այն կողմ կտանի, մեկն էլ պետք է հավաքի։ Այս հավը արդեն ինձ գժվացրել է, ամբողջ օրը թռնում դուրս է գալիս ու հողամասը հավիրում, բայց հետաքրքիրն է նա, որ ամեն օր առանց բացառությամբ ձուացում։ Ինչևէ գյուղասերներ ջան, տեսեք, այսպես սիրուն գոմաղ պտվեցինք ու արդեն սկսել ենք փորելը։ Չէ։ Կերավեսի ինձ։ Ու ժողով ջան, հիմնական գործը արդեն արել եմ, ինչա մնում մեզ շատ քիչ բան, բայց ամենադժվար գործն է փորելը։ Փորելու ընթացքում նաև այս ծիլերն է հանում, որպեսզի չտարածվի, բայց ամեն դեպքում սա մի օրով հաստատ չեմ կարող ավարտեմ, դրա համար 2 առու այսօր փորեմ, մնացածը վաղը արդեն ավարտին կհասցնենք անպայման։ Այս մալինը գործն էլ որ արեցինք արդեն մանր բաներ կմնա։ Հիմա ինչ ենք անելու ժողովուրդ ջան, այս մրգի սետկեքը որ դրել էինք, որպեսզի հավերը կլուբնիկները չավիրեն, արդեն իրանց ֆունկցիան կատարել են, սրանք հանում ենք, որպեսզի տեղը նոր բան տնկենք։ Ինչ ենք տնկելու ժողովուրդ ջան, այս տեսնում եք այսպիսի արմատներով հողով վաղենակի թփեր են բերել, սա ծաղիկներ են, դեղին ծաղկում են։ Հաշնանը դրսում տան դիմացը հողամաս ունենք փոքր, որտեղ ցանած է եղել, սերմերն ընկել են, աշնանն աճել էր ու ձմռանը ցուրտը չի տանում, սա ծրտա դիմացկունն է։ Հիմա սենց հողով բերել եմ ափսոս էր քանդերի թափեի, այս ճանապարհի երկայնքով սիրուն շարելու ենք, որպեսզի հողամասը սիրուն լինի։ Սիրուն այսպես թեթևակի փորում ենք, ինքը հողի նկատմամբ պահանջկոտ չի, դրա համար հեշտ է աճում, սիրուն դնելու ենք այսպես ու ջրենք,
իմիջայլոց սա նաև դեղաբույս է ստամոքսի աղիքային խանգարումների համար ծաղիկները դեղին հավաքում են թե են պատրաստում երկու օր առաջ այն կողմի վրա արել էի բայց էլի ահագին կա ամել ես ճանապարհի կողմը սիրուն կլինի էլի գիտեք նաև որ հողամասից բացի նրանից որ բերք ու բարիք եմ սիրում ցանել ու հավաքել նաև պետք է աչքին սիրուն լինի հողամասը որպեսզի մտնել գործանելուց էլ արդ հավեսով մտնի Մերածս բրծավ գնամ էլի բերեմ սենց շարելու ենք ու ջրենք մի քանի հատ էլ կբերեմ են արանքում էլ տեղ մնաց տնեմ ու սիրուն ծաղկանոցը պատրաստ է ժողովուրդ ջան հողով էսպես հանում եմ որ շուտ բռնի ճիշտ է ինքը շուտ բռնող բույս է բայց դե ամեն դեպքում հողով ավելի շուտ կլինի ու բույսը ստրեսի չի ենթարկվի բերենք ջրենք ճիշտ է ժողովուրդ ջան անընդհատ անձրևներ է գալիս բայց հողը շատ չոր է դրա համար հիմա այլ ամեն բույս տնկելուց ցանելուց պետք է ջրվի ու առանց ջրի թորոմում այն կողմի վրա մի քանի հատ անցած օրը դրել էի ու չէի ջրել ու թևերը կախվել են դա դրանք էլ կջրեմ ու կփարթամանան ցնցողի ծակերը փակվել են երևի դրա համար լավ չի գալիս մեջը մեջը ինչ ասես չկա մի հատ հեսա կլվամ ու լավ կլինի Թանուր էլ ցույց տամ ժողովուրդ ջան այսօր ինչ արեցինք ու այս քանի օրը ինչ ենք արել հողամասում որ չեմ նկարել տեսեք ճանապարհի էս երկանքով փայտեր են դրած նայեք ուշադիր այստեղ
քանի փայտ կա, ինքան գյորգինա, տեսակները տարբեր գույներ են, ինքը շատ սիրուն կլինի, այսպես հողամասի ճանապարհին։ Սոխը, ժողովուրդ ջան, հիմա ցույց տամ, նայեք, այ արդեն դուրս է գալիս, ընդամենը մի շաբաթ առաջ ենք ցանել ու արդեն դուրս է գալիս։ Այսօրվա ցանած վաղենակներն են ու արդեն տեսեք սև հաղարջը արդեն ծաղկել է դեղին ու այնտեղ է ծիրանենին նորից ծաղկած, մեղուն լավ աշխատում է, բայց մոտորերս ձյուն է տալիս, չգիտեմ կդիմանան թե չէ։ Ստեղ ինչ եմ արել, ստեղ էլ ջերմոցի ծողերը շարած է, ուղղակի հիմա ինչի սացիլներ այստեղ չեն բերում, էլի նույն կանխատեսող ձյան պատճառով։ Այդպես ժողովուրդ ջան, այստեղ էլ վերել եմ խառը կանաչի բան ենք ցանել, բայց տեսնում եք, որ շների ոտնահետքեր թափառական շներ են, այսպես գալիս են ու ցանածը հողին են հավասարեցնում, տրորում, քանդում եւ այլն։ Վերենք սա էլ ջրենք, վաղը արդեն սխտորն ենք փխրեցնելու ու մեկ էլ հավանոցում գործեր կան, որոնք ցույց կտամ էսա ինչ ենք անելու։ Ինչքան էլ անձրև կա, բայց դե սերմը գցում ես հողի մեջ, պետքա ջրես ժողովուրդ ջան, մի կողմից այդ չորությունից մրջուններն են տանում, մի կողմից շներն են գալիս, դրա համար ջրելը ճիշտ բան է։ Ջրենք մեր բերքը որ լինի։ Հիմա ցույց տամ ինչ գործեր ունենք հավանոցում ժողովուրդ ջան։ Այք, այս մասում աշնանը սպիտակացրել էինք, այս մասը մնացել էր, սա էլ վաղը եթե հասցնեմ պետք է անեմ ու արդեն թռչնանոցը կարգի կբերենք։ Մեկ էլ ստե զվերի տեղեր պետք է սարքենք, որովհետև այս բաց տներում ավերը շարունակում են ուտել։ Այն միայն ստեղա, որ չեն ուտում, նայեք, ինքը փակ տեղ է ու չեն տեսնում, որ ուտեն։ Այսքան է երևի։ Ածում ու ուտում են։ Ես էլ մեր այսօրվա փրկված ձվերը։ Այսա սա է ուտում, այսա, այս մոխրագույնը։ Դե ինչ ժողովուրդ ջան, այս սիրուն տեսարանից էլ ձեզ ասում եմ բերքառատ տարի, առատ բերք բոլորիս, ովքեր հողի հետ կապված են եւ նրանց ովքեր հողի հետ կապված չեն, թող հայոց աշխարհում առատ բերք ու բարիք լինի, բոլորս ենք օգտվում, մի մասը ցանում ենք, մի մասը էլ կախված ենք այդ բերքից։ Ձեզ էլ բարի դիտում եւ շնորհակալություն, որ աջակցում եք ալիքին ձեր մեկնաբանություններով, ձեր բաժանորդագրությամբ եւ ձեր հավանումներով։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։